Իրականում շատ համեր էր, շատ շնորհակալություն, սնվեցինք։ Հագեցած, շարունակելու ենք հագենալ։ Արդեն արվեստով, քանի որ Սելիներս հունիսի 17-ին Կադանս անսամբլը իր ողջ կազմով օպերային թատրոնի կամերային նվագախ խումբը նաև Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ ներկայացնում են բացառիկ կոլաբորացիան Մեղեդու եւ Պարի սինթեզը օպերային թատրոնի բեմում։ Վերջապես այս երկու անսամբլները միացան եւ նրանց միագործությունը տեսնելու ենք արդեն բեմում Ամսի 17-ին ներկայացնեմ սիրով մեր հյուրերին Վարազդատ Խաչումյան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կադանս անսամբլի ջութակահար, բարև ձեզ եւ Աննա Քալաշյան, խորեոգրաֆ Կադանս անսամբլի մենապարուհի, շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք։ Այո, շատ ուրախ ենք ձեզ հրավերի համար։ Թե առանձին Կադանս պարային համույթը, թե առանձին նաև մեր Կադանս անսամբլը, բավականին այսպես առանձին աշխարհներում իրենց ծավալուն գործունեությունն են ծավալել եւ ինչը պատճառ հանդիսացավ, որ կարողացաք միավորվել եւ միասին համագործակցել։ Կադանս անսամբլը, Կադանս անսամբլը արդեն շուրջ 20 տարի է, արդեն բոլորից իր 20-ամյակը, գաղափարը հետևյալն էր, որ նախ Կադանս պարախմբի հետ մենք գործընկերներ ենք, ավելի ընկերներ ենք եւ դուք գիտեք, որ տանգոն ինքը դա արդեն քանի որ ստեղծագործության մեծ մասը ստեղծագործությունների տանգո է, արգենտինական տանգոն իրենից հելադրում է պար, երգ եւ այս միասին համաձուլումը Ասատուր Քալաշյանի հետ, որը նաև այս ամբողջ մեր երկու անսամբլերի գեղարվեստական ղեկավարը դարձավ միտքը միասին անել, ինչի՞ չէ։ Քանի որ կողմից եղավ առաջարկը։ Առաջարկը Ասատուրը առաջարկեց, թե կապ չունի, այսպես հաճելի ընկերական շրջապատում զրույցի ընթացքում մտքեր գեներացրեցին։ Այո, նախ ինքը հերվից եկավ, մենք ձեր հյուրն էինք մեկ անգամ, որ Քալաշյան երեխաների այդ դպրոցի մասին էր, որ համագործակցություն արեց մեր Ռոմանոսի հետ եւ ունեցանք մեծ փայլուն 3 տարի առաջ փայլուն համերգ ունեցանք մոտ 360 հոգի ուսանողներ բեմում միասին դրանից հետո ծնվեց այս նոր գաղափարը շատ ուրախ ենք դրա համար իդեպ ասեմ աննախադեպ է ձեր ասած որտեվ Հայաստանում դա չի եղել որ 3 մեծ կոլեկտիվներ միասին թիվ 1 բեմից ելույթ ունենան։ Եթե չեմ սխալվում, քանի որ քիչ առաջ խոսում ենք Ասատուր Քալաշյանի մասին, նաև ռեժիսորն է հանդիսանում համերգային ծրագրի։ Շատ լավ, հեշտ էր համագործակցել, թե այսպես բզախնդիր էին պրոֆեսիոնալ 20 տարվա պատմություն ունեցող մեր երաժիշտները։ Բացարձակ շատ հեշտ էր։ Վաղուց էինք ճանաչում, նամանավանդ ես ինքս, ես էլ Ասատուրն էլ Վարազդատ Խաչումյանին արդեն վաղուց ճանաչում էինք որպես ընկերներ ու շատ հեշտ ստացվեց ամեն ինչ։ Կարծում եմ, եթե միավորումը մեզ արվեստը, բոլորս արդեն մի կողմ ենք նայում, ամեն ինչ շատ գեղեցիկ ու հեշտ ստացվում։ Աննա, հիմնականում ներկայացման բնույթը կրելու ընդհանուր համերգային ծրագիրը թե համար է գնալու, քանի որ հաշվի առնելով թե ինչ համարներ են նվագվում, թե ընդհանուր ռեժիսորայի մեջ ռեժիսոր որպես ռեժիսոր Ասատուր Քալաշյանը շատ գեղեցիկ լուծումներ է գտել համերգի ընթացքում։ Կարելի է ասել, բայց նաև համերգի ընթացքում շատ գեղեցիկ չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց շատ գեղեցիկ լուծումներ են արված համարների ընթացքում, բայց որպես առանձին համարներ են ու ոչ միայն տանգո է լինելու, բայց մեծամասամբ տանգո է։ Ինչ է սպասում ծրագրում։ Ծրագրում նաև կա Սայաթնովա, Աբեժանի ստեղծագործություններ, Ալթունյան, հերթիկների մասին ևս խոսում։ Այո, Արամ Խաչատուրյան, Լեսկին կա տարբեր ֆրանսիական ստեղծագործություններից նմուշի տպա։ Կազմաթույլ է տալի այդ տևողությունը մոտավորապես ինչքան է լինելու։ 1.5 ժամ կտա։ Առանց ընդմիջման, այո։ Հրաշալի, բոլոր ստեղծագործություններն երաժշտական իրենց պարային ուղեկցությամբ թե ոչ բոլորը։ Ոչ բոլորը, բայց մեծամասամբ։ Լավ, ամսի 17-ին ընդամենը մի քանի օր է մնացել, հետաքրքիր է, որ փուլում են փորձերը եւ ինչ դժվարություններ եք ունենում այս փորձերի շրջանում։ Իդեպ ասեմ մեզ որպես անսամբլի, հա։ Այս նկատեցիք, որ երկուսի մոտ է տրամադրությունը դա դժվար է, որովհետեւ դուք կարող եք բան անել կենթանի երաժշտության տակ փորձեր։
Պատկերացնում եք, փորձերը շատ հետաքրքիր են։ Մեզ համար էլ դա sense ասեմ նորություն, բայց ռիթմն ու տեմպը պահում են, թե ամեն անգամ տարբեր է։ Ինչն է ամենադժվարը։ Ահա։ Մենք նույնիսկ կադրերն ենք շատ։ Չէ, հետաքրքիր է, որ ամեն անգամ կարծում եմ դե այդտեղ մի քիչ էլ իմպրովիզացիոն դաշտ կա, երաժիշտների կողմից զգացողական դաշտ կա ու բայց պարողների դեպքում հստակություն է սիրվում, ամեն ինչ ժգրտություն, որ տեմպը սա է, խնդրում եմ սա պահել։ Բայց ոնց կարող են պահել մարդ ու այս բախումները կան արդյոք թե չէ։ Դե չէ, որ տղաները սիրով ասում են, աղջիկները սիրով ասում են մի քիչ դանդաղ։ Որն է ամենահաճելի պահը։ Մի քիչ եւ մենք հարմարում ենք, որտեվ ինքը ընդհանուր շատ գեղեցիկ է։ Որն է այդ դեպքում ամենահաճելի պահը այս փորձերի շրջանում։ Երկուսի համար։ Սուրճի ընդմիջումը։ Սուրճն ընդմիջումը։ Ինչպես միշտ բոլոր արտիստների դեպքում, այո, դա ամենահաճելի պահն է։ Ինչպես եւ որտեղից կարելի է ձեռք բերել տոմսերը եւ ներկա գտնվել այս համերգին։ Պարոն Քալաշյան, ուրեք։ Տոմսարկղ.am-ում, օպերա.am ու նաև դրանք on-line հարթակում, բայց նաև կա Տոմսարկղում օպերային թատրոնի մոտ գտնվող։ Կլինեն արդյոք այն ամենից բացի, ինչ արդեն այստեղ խոսվեց, ծրագրից, ստեղծագործություններից բացի, ինչ որ անակնկալներ կամ հյուրեր, որոնք որ նախատեսված են այս համերգային ծրագրում ներգրաված լինել։ Հյուր չէ, բայց բիս փակագծերում ոնց որ ասացանա, ունենք սյուրպրիզ։ Նա բիս, որ առաջի անգամ է հնչելու երկու անսամբլերի կատարմամբ։ Պրեմիերաներ, շատ պրեմիերաներ կան։ Դե իհարկե, քանի որ սա մեր առաջին մենահամերգն է թվով։ Պարային համարները, գուցե նախկինում մոռացված կամ մի շրջանում մի կողմ դրված համարներ են, թե ամբողջությամբ նորից նոր շունչ ստացած, թե ամբողջությամբ նոր բեմադրություն։ Մեծ մասը ամբողջությամբ կարելի ասել նոր է, որովհետև ծրագրում 1-2 համար է, որ վաղուց ունեցել ենք բեմադրված, նորից վերականգնել ենք, փորձում ենք արդեն կենթանի նվագակցությամբ, բայց մեծ մասամբ նոր պրեմիերաներ են ու հագուստներն են լրիվ նոր կարվում, պարողների մասով ասեմ, պարողներն են լրիվ նոր, համագործակցությունը լրիվ հավաքված միասին, ամեն ինչը նոր է։ 8 հոգի է լինելու, 4 զույգ։ Ու պրոֆեսիոնալ պարողներ են, որոնք ձեր հրավերով կամ ասատորի հրավերով այսպես հավաքվել եք։ Զույգով ենք։ Որքան ժամանակ անհրաժեշտ եղավ, որպեսզի կարողանաք գալ արդեն ամբողջական պատկերին, ինչքան ժամանակում եք այս ժամանակ, մոտ 1-1.5 ամիս մոճավել։ Ֆենոմենալ արագ է։ Ամենօրյա փորձերի արդյունք։ Դե խոսենք առաջիկայում սպասվող նորությունների մասին, սա արդեն այն է, ինչ որ ամսի 17-ին պետք է դիտենք, վայելենք, իսկ դրանից հետո կան նորություններ, որոնց մասին եւս կամ արդյոք շարունակվի համագործակցությունը, թե միանշանակ շարունակվել է համագործակցությունը, որտեղ մենք երկու անսամբլեր շատ միացել ենք իրար, շատ հարթ, գեղեցիկ անցնում է փորձերը, ել չեմ ասում ընկերություն ենք անում։ Իսկ հետագա պլանները կան պլաններ, հրավերներ, փորձում են Ասատուրը Քալաշյանը զբաղվել դրանով Ֆրանսիայից, տարբեր Ֆրանսիայի քաղաքներից, իսկ ու առաջի այցը կունենանք արտերկրում դեպի ֆրանսիական քաղաքներ։ Այս համագործակցությամբ այս շատ լավ է։ Մենք հետևելու ենք, իսկ այս տարվա շրջանակներում կլինեն նորից համերգներ։ Կարծում եմ ամսի 17-ին, այս տոմս մնացել էր ամսի 17-ին։ Կան, դեռևս կան։ Մի երկու հատ մնացել է։ Դե շտապ եք ձեռք բերել ամեն դեպքում, որպեսզի բաց տոնեք այս բացառիկ հնարավորությունը, իսկ տարվա կտրվածքով սպասում է արդյոք նույն համագործակցությունը հայրենիքում։ Բնականաբար։ Սպասենք նորություններին։ 17-ը միակ օրն է լինելու։ Այո։ Ահա, դե ուրեմն արդեն պետք է իսկապես շտապեք, որովհետև սա բացառիկ համերգ է լինելու։ Շնորհակալություն։ Հանդիսատեսը կպնդի դեռ կստիպի, որպեսզի մենք կսպասենք, այո։ Նշանակվի։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալություն ձեզ շատ, ձեզ հաջողություն ամսի 17-ի ելույթի համար, այսօր էլ օրվա լավ շարունակություն ենք ձեզ մաղթում։ Եթե բան ունեք ավելացնելու, ձեզ սիրով կլսենք, եթե ոչ, ապա հրաժեշտ տանք։ Սպասում եք մեր ունկնդրին։ Մենք շարունակում ենք եթերը եւ խոսքը արդեն երաժշտական մասին է դարձյալ։